Բարի ողջույն, ժողովուրդ։ Խաղաղ հանգիստ ապրեք։ Մենք այսօր հանդիպեցինք, ես կուզենամ ամեն անգամ ամեն եթեր դուրս գալուց, քանի չի վերջացել, այս պատերազմական վիճակին ասեմ, որ խաղաղ ապրեք, մեր Հայաստանի ոչինչ չի սպառնում, դեռ չի սպառնում, տա Աստված այդ դեռը չլինի, ուղղակի սադրանքները շատ կեղտոտ ու հատկապես Ռուսաստանում գտնվող ճակերտավոր պայծառատեսներ գուշակների հիմարություններ են դուրս տալու, ես դրանից շատ զայրանում եմ, ես վերջերս ինձ նորից էլ ուղարկեցին, մի քանի հիմար ընդեղից հիմար, թող իրանք գնան Ռուսաստանի հարցերը լուծեն։ Մեր Հայաստանի բացարձակ ոչ մի ինֆորմացիա դրսում գտնվող աստղաբան կլինի, պայծառատես կլինի, չգիտեմ ինչ նահող կլինի, մի լսեք, մի հավատացեք։ Նրանք մի բարի, այս 20 թվականից մինչև այս կողմ, ոչ մի բարի լուր ես իրանցից վատից, չարից, հայյանքից, անեծքից բացի չեմ լսել։ Մի լսեք, որտեվ ես տեսնում եմ, որ ամեն ինչ սուտ է։ Իրենց ասելով ու մի քանի այստեղի չգիտեմ ինչ բառը, բախտնաողներ, չնայած բախտնաող չեն, հիմա արդեն վաղուց պատերազմ էր եղել Հայաստանում 22 թվականից այս կողմ ամեն ամիս պատերազմ է։ Հանգիստ խաղաղ ապրեք, մեր Հայաստանի վիճակը գնալով ավելի լավ կլինի, ժամանակ է պետք, իրար մի կերեք, որովհետև այդ ուտելն է, այդ թշնամությունը, մենք մի բուռ ենք, պետք է բոլորս իրար հետ լինենք ու ամուր լինենք։ Ես իմ հերթական, որ թռուցիկներ եմ համարում, մի քանի տող եմ ուզում ասեմ, ինչպես բոլոր հաղորդումներից առաջ ասում եմ, ստից ոչ ոք չի մեռնում։ Այն մարդիկ, ովքեր սուտ են խոսում, չեն մեռնում։ Ես ինչ որ ասում եմ, մի քիչ խորը մտածեք, խորը մի մակերեսորեն են Ֆրունզիկի ասած տո սահմանափակ։ Այտենց մի մտածեք, մի քիչ խորը մտածեք։ Ուղեղը մտածելու համար ստամոքս մի մանեք ուղեղի մեջ։ Մեռնում է միայն հոգին, վստահությունը եւ մարդկությունը, որը սկսվել է։ Ամբողջ աշխարհում հա դա, այո, մարդկությունը կորել է ու մեռնում է, որտեվ սերն է կորել, որտեվ Աստծոց մարդիկ հեռացել են։ Այսքանը կասեմ, միջև հիմա տեսնենք ինչպեսի զանգեր կլինեն։ Տեսեք, նախաբան տվեցի, վերնագիր տվեցի ՍՏ-ի մարդկության հոգու մասին ու չարախոսության ու անեծքի։ Տեսնենք հիմա հեռախոսային զանգեր ինչպեսի հարցեր կլինեն։ Բարև ձեզ, Տիգին Լույսիա։ Բարև ձեզ Լեննականցի, Տիգին Լույսիա ջան։ Այն բարևից անմիջապես կացվում է։ Տիգին Լույսիա ջան, ցավակցում եմ։ Շնորհակալ եմ։ Թող ոչ ոք սուտ չտեսնի, վիշ չտեսնի։ Ձեր հուզող հարցը ասեք ինձ խնդրեմ։ Իմ անունը Նարինն է, Տիգին Լույսիա ջան, ինձ հուզում է իմ տղու հարցը։ Չեմ կարող ամուսնացնել, Տիգին Լույսիա ջան։ Գյումրացիք շատ են, անցյալ անգամ էլի երկու գյումրեցիկին է մտածում են ինչի տղաները չեն ամուսնանում։ Ինձ իրա տվյալները ծննդյան ասեք, ամսաթիվ, տարեթիվ։ Հիմա ես նայեմ, մի րոպե ծանոթանամ իրան, ինքը լավ ինտուիցիա ունի միջալոց, Հայաստան խորհուրդ չեմ տա լքի, կամուսնանա, բայց մի հատ նշանվել է ինքը։ Այո, Տիգին Լույսիա ջան։ Ինչի թողեց, ինչն էր պատճառ։ Լավ, արի չխորանանք, մեկ երևում է, որ առաջինը։ Տիգին Լույսիա ջան, մի բան ասեմ, ինքը չի թողել։ Գնացել էր այդ երկիր աշխատանքի ամուսնուս հետ, ես էլ էի աշխատանքի։ Մինչև եկա տունը չէր, գնացել էր, քուր եկե տարել էր։ Էդ իրա կինը չէր։ Այդ ասեց էլ պետք չի բացատրես, տերևաց, որ իրա մոտ երկրորդ ամուսնություն կա ավելի հաջող։ Իրան այտենց տրված էր, որ առաջի ամուսնությունը հաջող չէր լինելի, երկրորդը լավ կլիներ։ Ինքը մի քիչ փակ տղա է, գաղտնիքներ պահող է։ Ես հիմա կամուսնանա, մի անհանգստացի։ Կամուսնանա, կաշխատի, ստեղծագործող ուղեղ ունի ինքը, աշխատանքն է, բանվորություն, արհեստավոր։ Հա, հենց արհեստավոր է, շատ արհեստավոր աշխատանքի համար ֆիրք Իրանը չէ։ Հա, ինքը ամեն ինչ կարանի, պարզապես տես մի բան, սա ինչ որ ասում եմ, ես միշտ հետագայի համար եմ խոսում, իմացեք բոլորդ, ինչ որ եղել անցյալում, ես դա չեմ ասում։ Ու այստեղ միշտ ասում եմ, ես քննություն չեմ տալի, որ կյանքդ պատմեմ, որ ինչ որ
իմ ճիշտ լինելը ապացուցելու համար։ Ես չեմ ապացուցում, ասում եմ հետոյի համար։ Տղատ կամուսնանա, իրեն տրված էր երկրորդ ամուսնություն, ու երբեք վատ մեղեք, ոչ էլ հիշեք, որ գնաց, եկավ, թողնեց, գնաց, այդպես է։ Իմացի մի կինո էր, մի գիրք էր, կարդացիք, վերջացրեցիք, նայեցիք, գիրքը փակեցիք, բրծավ, վերջ։ Հիմա ինչա իրան տրված ընդհանրապես կյանքում, թող դա միշտ հիշի։ Նա խոյը կրակի նշանը, առաջին նշանը, եսն է, ես, իմպուլս, բայց իր մոտ այդքան իմպուլսը չկա, որտեղ շատ իր մոլորակներ ձգան համաստեղությունն է, դա նշանակում է մի քանի անգամ պետքա մի բան ինքը մտածի, կշռադատի, նոր քայլ անի։ Ու արեստավոր է, ինքը լավ արեստավոր է, միջալուց յուրաքանչյուր գործ ինքը կարող անի, որտեղ շնորհ կա իր մոտ, ինչ ուզում է թող անի։ Պարզապես այդտեղ մի բան կա, որ իր մոտ կյանքում ընդհանրապես լուրջ գլոբալ հարցերը շատ դանդաղ է լինում։ Թող չներվի դրանից, ուրիշներն կարող լինի իրանը դանդաղի։ Ասենց շատ է լինում արդյոք, որտեղ Յուպիտեր մոլորակը, որ բարի մոլորակա հոզոր, ու մարդու սոցիումն է դա կարգավիճակն է, գույս համաստեղությունում է, դա հող է դա, դա նշանակում է ինչ որ մի բան անելուց առաջ դու 10 անգամ չափես, նոր կտրես, ոչ թե 7 անգամ, իրանը 10 է։ Ու դանդաղում է իր մոտ ամեն ինչ, ինչի համար է դանդաղում, ուշ է լինում, դանդաղում, որպեսզի ինքը մտածի, արժի անեմ թե ոչ, բայց քանի որ խոյ ինքը չի դիմանում։ Պահիտակ պորտկում, կարա նյարդանանա, ինչի սենց եղավ, ինչին հենց եղավ, անցյալը թող ջնջի։ Եթե իր մոտ ինչ-որ մի բան սառեց կանգնեց, դա նշանակում է մտածի, արժի որ ես մի բան առուն թռնեմ թե ոչ, ու մեկ ուրիշ բանով զբաղվի, միջև քո ժամանակը կմոտենա։ Ամեն ինչ նորմալ է, ու արի տես, որ ինքես ամուսնությունը որ լինի, երկրորդ, ու շուտով է դա, վատ չի, որտեղ երեխաների հարցնել իր մոտ նորմալ, միան մի քիչ խորհուրդ կտայի, մի հատ առողջականին հետևեր, հորմոնների հետ կապած, որտեղ մի քիչ մաշկային խնդիրներ ունի, ալերգիկ բաներ կա իր մոտ, իրան այդ թունավոր հոտերը չի կարելի քիմիա, ասենք եթե պարկեչիկ լինի, այն լաքը որ կսում են հոտա, դա կարող ազդի իր վրա, այն փոշին գաճը այդ ազդի իր վրա, ամեն ինչը որտեղ քիմիա կա, փոշի կա, դա իրան հարկավոր չի, թող մասկա հագնի։ Այսինքն ներկերը ինքը բուժումներ անում, ուրեմն չի կարելի։ Այդ էս քիմիա է դա, բայց դրանից հետո չի փռշտում կամ վրան դուրս տալի կամ աչքերը լցվում, ինչ-որ մի բան պետք է լինի։ Դե ուրեմն թող մասկա հագնի կամ ինքը այդ սրսկելը թող ինքը չանի։ Դե արդեն ինգադիկ ունենան։ Դե իմացեք, բայց ինչի հետո ուրիշ խնդիրն, հետո ասես ես ինչի սենց եղավ։ Իրեն չի կարելի քիմիական նյութերով աշխատել։ Երեխա էլ կունենա, էլի մի քիչ ուշատալի չասես, վայ տղաս երեխա չունեցավ, ամեն ինչ իր մոտ նորմալ կլինի։ Տարիքներ չեմ կարում հաշվեմ։ Քանի տարեկան է։ 33։ Արդեն ժամանակն է, վերջ։ Ես ասել եմ 29-ից մոտ 31 տարեկան, այդքան էլ ամուսնություն խորհուրդ չի տրվում, բայց հիմա արդեն ժամանակը սկսվեց, մինչև 35 տարեկան արդեն ինքը պետք է իր ընտանիքը ստեղծի։ Ու կլինի։ Ինչ անում։ Արդեն գիտենք պետք է եղնի Տիգին Լուսաճան։ Մենք տեսնես այդ գործը էլ չի եղնի, սերբավիկը։ Որովհետև ժամանակը չի, ինչի չեք ուզում, բոլորն ուզում են մեր ուզածը լինի, այդպես չի։ Ինքը որ առաջին անգամ նշանվեց, գիտեր, որ պետք է գնա գա կնիկը փախնի։ Չէ։ Բայց տենց է, ամենքին իրա չափ նոր ասեցի, եթե մի բան իրա մոտ չի ստացվում ձգձգվում է, դա իրան նշան է վերևից տալի, դա դեռ քոնը չի։ Հիմա իրա մոտ ժամանակը սկսվեց, որտեվ իրա մոտ տրված էր երկրորդ ամուսնություն։ Ու երեխաների հարցն է, ես տեսնում եմ, այս երկրորդ ամուսնությունը, քո տղայի մոտ իր ընտանիքը շատ նորմալ ձևավորվել է։ Երեխայի հարցն էլ, պարզապես իր մոտ մի քիչ ուշ է լինում։ Ես չգիտեմ հələ իր կինովա լինելու ինչ նշանի տակ կլինի, ինչ կլինի, ես դրանք չգիտեմ։ Բայց դեռ ես հիմնականը, որ իր մոլորակով առանձին նայում եմ, տրված է, որ այս տղան աշխատող եւ աշխատասեր, փեշակ ունեցող տղա է, միայն որ այդ ասած քիմիական բաներից հեռու մնա,
Բայց հողի հետ ինքը գործ պետք ունենա, որտեվ հողը իրան լավ է, իրան հանգստացնում է։ Եվ մի քիչ էլ, տես ինքը նաև լավ կանխազգացումներ ունի, թող լսի իրան ներքին ձայնին ու էլի մի բան զգուշացնեմ, իր անկերական շրջապատը թող իմանա ում հետ է շփվում, որտեվ ինքը ճիշտ մարդկանց հետ, ինքը ծուլերի հետ չպետք է շփվի, Նարին է։ Գլուխ գովանների, խմողների հետ չպետք է շփվի։ Այտենց մարդիկ կան իր մոտ։ Այտենց մարդիկ իր մոտ կան։ Շատ ընկերներ կան, որ այդ ձև է, ճիշտ է։ Հիմա ինչ անեմ, ասա։ Ենկան մակուր է Տիգին Լույսաջան, մեկը մի հատ ջան ասեց, հակի շորերը արդեն հանած է, վերջ։ Պատենց կամնա տակլոր տղեր, խի հակի շորերը հանում տալի։ Ոզի որ սաղի համար լավ է, իր համար բակ, բայց մյուսի համար լավ։ Ոչինչ։ Հիմա արդեն այս շրջաններն ագալի մարդիկ խրատվում են կամած։ Մամաներ երեխեքի մեջ ինչ են բան։ Հիմա դու այնքան ես վրան խոսացել, հերիքը հակից շորերը տաս, հերիք հակից շորերը տաս։ Մի ասա։ Ինքը չի լսել մեզի, Տիգին Լույսաջան։ Ոչ մեկին է չի լսելու։ Ինքնուրույն, ինքը շատ խելացի է իմ երեխեն, ինքնուրույն ամեն ինչը կլուծե։ Ես դες կուզենամ, որ ամուսնանա, Տիգին Լույսաջան։ Մենակ դրանով բան չի որոշվում, Նարին է։ Ամուսնությունում այնքան մարդ ամուսնացելու խնդիրներ ունի։ Ես չեմ լսել մի մամա, որ ասի իմ տղան ամենավատն, ամենալանդակն ու սրիկանն է։ Ես չեմ լսել այդպես բան։ Չնայած այդպես բաներ էլ է լինում, որ ծնողներ կան, որ իրանց երեխեքի շատ են անտեսում։ Շատ է լինում։ Կա 7 տղա ունի, բայց ծնողի համար հեշտ բան է։ Կա, ոչինչ չկա։ Չէ, նորմալ է։ Դուք ուղղակի ամուսիններով նորմալ եղեք, քո տղան շատ զգայուն է, իրան ներկայությամբ բարձր տոն, վիճաբանություն, ինչ որ տհաճ բաներ իրան ներկայությամբ չի կարելի։ Ինքը չի ընդունում, թող տնից կփախնի կամ էլ նյարդայնությունից վրան քոր կգա։ Հիշի, որ իր մարմինը մաշկային ինքը խնդիրներ ունի, ամբողջ իր նյարդերն ու իր հասարակություն։ Այս տարել իր մոտ հիմա արդեն նոր սկսվում է, արդեն այս քանի օրը սկսեց հունիսի 10-ից հետո, արդեն ջրային նշան ենք մտել Յուպիտերով, տալիս է, որ իր ընկերությունից ինքը այն մարդիկ, ովքեր ճիշտ իրեն չեն պահում, պետք է դրանից հեռանա առանց վեճերի։ Այս ինքս ինքան է դա լինելու, հիմա արդեն սկսվել է, կամաց պակասում է իր մոտ, ինչի է տենց լինում, մի քիչ մասնագիտական ասեմ, իր դաշտն է մաքրվում, որ նորը ստեղծի, նորը դա ընտանիքն է, որտև դες հաճախակի լինում է, որ տղան ամուսնանում է, արդեն սկսում է կնոջ պատճառով, կնոջ միջոցով, կնոջ շնորհիվ ընկերական շրջապատից կտրվում են։ Ճիշտ է լինում դա։ Դա ճիշտ է լինում, որտեղ պետք է բազեն դեպի ընտանիք։ Արդեն այդ տղան էլ յուրաքանչյուր աղջիկ տղա, որ ամուսնանում են, իրանք պետք է երիտասարդ տարիների պահված ազատության կամաց կարճացնեն, որտեղ ընտանիքն ամենից կարևոր։ Ժամանակ չպետք է ունենա վազվզի ընկերների մոտալերի ընտանիքով պետք է զբաղվի եւ այն հաճույքի հանգստանորերը ընտանիք հետ անցկացնի։ Շաբաթ կիրակի միշտ, շաբաթ կիրակի, հատկապես կիրակի ընտանիքի համար է ու իրան էլ դա սովորացրու, որ ու բոլորը թող սա իմանա, որ կիրակի օրերը բոլորն իրենց ընտանիքի հետ լինեն։ Այսպես, Նարինե ջան։ Հա, մեկ էլ աչքերն էլ մոռացա, աչքերն էլ ասեմ, մի քիչ աչքերի խնդիր էլ է տալիս, ամբողջ տեղերը թող գնա հետևի ու հետևի իր առողջականին։ Առողջ լինի։ Աչքերն էլ է ցույց տալիս իր մոտ, կարող են հանկարծ ակնոցել տնի։ Ինձ թվում է այս ամեն ինչ էս այդ քիմիական նյութերից է։ Երևի։ Շատ կտանջվի, շատ, համ կկա հողը գործ կենի, համ կնում է ուրիշ տեղ է աշխատում, շատ աշխատասեր է տղես։ Չի ուզի որ իրա հորը սենք մի ատմ տանջվի։ Անընդհատ ինքը իրանք գծե առաջ, ես։ Ոչինչ, լավ բան աշխատանք է։ Բա որ են անգյալները չեն անում ոչ մի բան, նստում են պապա մամայի վզներին, ղզիկ։ Երևում է, որ քո տղան լավն աշխատասեր է։ Ու այդ տեսակելի պետք է անպայման իրակինը պետք է հումորով լինի ժպիտը դեմքին, ասա նամրոտներդ գործ չունես։ Չես իրեն ամրոտ։
Պետք է անպայման ժպիտ լինի, որտեվ իր papan էլ է ժպտերս երևում է։ Շատ։ Դետենց, ասեք, խոսեք, խնդացեք, ձեր առօրյան անցկացրեք, իմացի, որ այդքան մի դարդարավոր չի ամուսնան, մասա կլինի, կարևորը, որ օրինավոր հարց կա օջախ, ու խոնարհ լինի, հումորով լինի, մեծին գնահատի, թող մի քիչ էլ ճաշեպել, չիմանա ոչինչ, հետո կսովորի, դա մի մեծ հերոսություն չի։ Ոչինչ։ Դու կեփես։ Իրան էլ կսովորացնես։ Ես ամենիցին համաձայն եմ, միայն հարց ունենամ։ Հետո հարցն էլ լինում ասում ավա ես որտեղից եկավ։ Հանգիստ թող։ Չեմ ասի Տիգին Լուսա ջան։ Դե լավ Նարինե ջան, արդեն հիմա սպասենք մեկ ուրի զանգի։ Ասածների շուրջ մտածի ու նույն բանը տղայիդ ասա։ Ապրեք, շատ շնորհակալություն Տիգին Լուսա ջան։ Օրհնվեք։ Ամեն առավոտ ասում փառք տվեք։ Ամեն առավոտ փառք տվեք։ Այն կարկուտը, այն անձրևը, քամին, որ եկավ այդե Գյումրու այս վերջերս, այդ ժողովրդին սթափվելու համար է, որ դուք սթափվեք մի հատ։ Աստծուն շատ եք զայրացրել։ Վերևից մի հատ լավ կարկուտ խփեց բոլորիդ գլխին, որ սթափվեք բոլորդ։ Այդպես։ Խաղաղություն բոլորիդ։ Բարի գիշեր։ Ալո Տիգին Լուսա, բարի երեկո ձեզ։ Լեննականցի այլը, բարև ձեզ։ Այո, Լեննականցի, Գյումրեցի եմ, բնիկ Գյումրեցի։ Գյումրեցի, մայրեցի։ Ձեզանից առաջ էր միկին, էլի Գյումրեցի։ Ասեք, Հասմիկ ջան, ո՞րն է ձեր խնդիրը։ Նախ Տիգին Լուսա, ցավակցում եմ ձեզ։ Ցանկանում եմ, որ լինեք միշտ տոգուն, հաստատակամ եւ միշտ այդպես գեղեցիկ։ Շնորհակալ եմ։ Վիշտ չպեսնի վերջնում այս։ Մեկը վերաբերում, կարելի ասել։ Ասա, խնդրեմ։ Վերաբերում է ամուսնուս։ Հա։ Ամուսինս օպերացիա եղել։ Հա։ Մենք չգիտենք թե մի երկրորդ օպերացիան կլինի թե չլինի։ Հա։ Հիմա մի հատ ամուսնու թիվն ասեք այդ նայեմ շուտ, որտեղ դա առողջություն է։ Իրա տարի թիվ, ամսա թիվ ասեք։ Հա։ Հասմիկ ինքը ընդհանրապես իրա վրա ոսկի կրում, հա։ Թեկուս մատանի, իր այդ կալցոն, ցեպ։ Ոչինչ։ Կրում է թե չէ։ Ոչ։ Ինչի չի սիրում, թե չունի։ Չունի։ Յա, բայց ձեր ամուսնության մատանին ինչ է եղել։ Դե Ծախել եք։ բանը պետք է պատահի տվել ենք ազգականներին, տարել են։ Որ մի բան պետք է դնի էլի, ոսկի, մի հատ ոսկի տնի վրա։ Եթե ոչ մի բան չունի փաստորեն, կալցոն չեն հանում, հիմա ես զարմանում եմ, հասմիկ ենքան հիմա երիտասարդներին տեսնում եմ ես զույգերը ամուսնացած, կալցո չեն դնում, այդ ամուսնական մատանին, ասում են մոդա չի, կալցոյի մոդան որն է, ես չեմ հասկանում, ես տենց գիտեի, որ պետք է հանեն, որտև են ոսկին, որ ինքը ոսկին է, տեղին է եղել, մեր ժամ, հիմա այդ փոխեցին սպիտակի հիմարություն, այդ իտալական մոդան, հիմարություն, ու էդ էլ հանեցին արդեն։ Անգամ էլ ունեցել ենք, դե մեկը ստիպված ենք եղել վաճառել երկրաշարժ, հետո Հանգոնի կալցոն չվաճառեր, հիմա մի րոպե նայեմ, մի րոպե, երկու շաբթի ածնվել, շնչուղիների խնդիր ունի ինքը, թթվածին է։ Կոկորտը օպերացիա ենք արել։ Ինչ է։ Կոկորտը ձայնալարի Հա, վրա բանկա։ շնչուղիներն է իր մոտ, մի րոպե, ստամոքսն էլ կա ինչ հալուց։ Հա, հիմա դուք հարց եք տալի, երկրորդը կլինի թե ոչ։ Այո։ Հիմա ինձ ասեք ինչքան է անցել այդ առաջինից, ինչքան է անցել։ Կարելի ասել սեպտեմբերի 11-ին ենք արել, 24 թվի օկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, մի տարի, հա։ 10 ամիս։ Հա, մի տարի 10 ամիս, հեսա, լավ, գտանք։ Մի քիչ հիմա գուշակության բան անեմ, այս 10 ամսվա մեջ ինչ-որ մեկը մահացել, հա։ Այո, եղբորս տղան։ Դուք լավ գիտենաք, Արմեն Հովհաննիսյան ռազմական է, քաղաքական մեկնաբան է։ Չգիտեմ։
Ձեր ինչն է։ Ինքն հանգարսամա եղավ ձեր Հա, ձեր ինչն է ինքը։ Ձեր ամուսնու բարեկամը, թե ձեր բարեկամը։ Իմ անձնական, իմ հորեղբոր տղան։ Հորեղբոր տղա։ Իրանց կողմից մարդ չի եղել։ Իրա կողմից ինչի նկատունեք տիկին Լուսիա, իրա կողմից չէ։ Այս 10 ամսվա մեջ ինչ որ մեկի մահ։ Չէ, հասկականներից ոչ մեկին է։ Իսկ իրանք շփում ունեցել են իրար հետ ամուսինդ եւ քո հորեղբոր տղան։ Որոշ չափով չէ, մենք ինքը Երևանում է ապրել, մենք Լենինականում, մի անգամ մի հորոս հորողբորս տղայի մահվան ենք եկել, այդ ժամանակ ենք հանդիպել։ Այսինքն այդքան շփում չի եղել։ Չէ, իրա։ Գիտես ինչի հարցրեց, այստեղ ցույց տվեց, որ 10 ամիս, այդ 10 ամսվա մեջ ինչ որ մեկի մահը ամուսնուդ օգնում է։ Բայց որ ասում ես դուք այդքան շփում չի եղել, հետո իր ազգականը չի, քո ազգականն է։ Ու այս 10 ամիսը լրանալուց հետո որպես բժիշկներն ասում են մի հատ էլ է հարկավոր անել։ Ոչ, իրան հլբշների մոտ չգավ ստուգման, դա նորից կդրվել է, նորից, դե ինքը քարի արտադրամասում է աշխատում, այդ թոզը կա, դրա համար։ Բայց ասեմ ձեզ խորհուրդ չի տա, որ գնար մի հատ է վիրահատման, են էլ հիմա, են էլ որ սեպտեմբեր ամիսը կա, որ խավարում է, որ կտրուկ արգելված է, սեպտեմբեր ամբողջ սեպտեմբերը։ Խորհուրդ չեմ տա։ Կարողանապես չի ուզում։ Ճիշտ է անում։ Ճիշտ է անում։ Այնպես ինչպես խորհուրդ կտակ տիկին Լուսիա ջան։ Խորհուրդ կտամ չգնալ հիմա վիրահատման։ Այս տարի թողանցնի, որովհետև այդքան էլ չեմ տեսնում։ Ձեր ամուսինը ոչ մի վատ ինֆորմացիա չպետքա լսի։ Ոչ մի վատ բան չպետք է զայրանա, որտեղ ամբողջ նյարդերը սպազմեր, իր կոկորտին, իր ձայնալարերին է խփում։ Ու այդ փոշին էլ հետը։ Հիմա դուք կվերագրեք փոշինա, այդպես ենք ասում, բայց տեղ աստրոլոգիան ավելի շատ հոգեբանորեն է բացատրում, որ իրան նյարդայնանալ վատ ինֆորմացիաներ չի կարելի, որտեղ դուրս չի գալիս իր միտքը բերանից, կոկորտից, խեղդում է իրեն։ Այդ դա է վատը։ Անմիջապես շնչուղիները, որ էդ էլ վիրավորանքն է, շուշուտ անեղան, դե կշրկները ընդհանրապես խռով կանեն, բայց իրա լուսնից ցույց տվեց, որ գիտես ինչն է քո ամուսնու համար, լավ ճամփորդելը։ Ինքը պետք է ճամփորդի։ Իրագի կգնանք 29-ի վանք։ Գնացեք, ուր ուզում եք գնացեք, այնքան որ ճամփորդ է այդ մարդը, բայց մի քիչ սամոլոտ նստել էլ է լավ, բայց հիմա սա խառն է, վախենում են մարդիկ։ Ինքնաթիռ նստելը։ Դերսում ոչինչ չունենք, դերսում մարդ չունենք, մեր բոլորն էստեղ են։ Չէ, ես ապրելու համար չեմ ասում, ճամփորդություն եմ ասում։ Ճամփորդության համար էլ, հա։ Հա։ Ինքը աշխատում է, սեզոնային աշխատանք է, իր մենակ ձմեռն է ազատ։ Հիմա հարցի պատասխանը ինչ անենք։ Ես չեմ նայում մի բանը այո թե ոչ, այդ շատ կարճ է։ Այո թե ոչի, ես միշտ ելքն եմ տալիս, ինչ անենք, որ լավ լինի։ Ասեցի, ոչ մի վատ ինֆորմացիա, ընդհանրապես այս մարդը չպետք է իմանա։ Քաղաքականություն հետաքրքրում է իր համար զայրացնողը հարկավոր չի։ Մեկ։ Ասա քո գործը չի, որտեղ դու գործիչ չես քաղաքական, սուս մնա։ Դու գնա քո քարը տաշի։ Ու այդ քիթբերանն էլ թող փակի, որ չշնչի տա։ Էս մեկ, հետո ինքը մի բան որ անում, արդեն նախար էս են տարիքը չէ, իր մոտ պետք է ամեն ինչը նպատակային լինի։ Հիմա ինչ որ մի մեծ բաներ են քչել դնում, որ ասես հիմա բիզնեսներ է ուզում դնի, չգիտեմ ինչեր անի։ Այն գումարը, որ իր ձեռքը գալիս է, ինքը պետք է ճամփորդի անպայման ու իր համար ծախսի, որ ինքը իրեն լավը զգա։ Ինքը իր հիմա ապրուստը ապրել է զուտ իր համար պետք է լինի, միայն իր համար։ Ճամփորդը, եթե որոշել է գնա 20-ային, գնացեք, ուր ուզում եք գնացեք։ Բնության գիրք, այս մարդն էլ հիշողությունների մեջն է։ Մամային է հիշում, ինչ է իր մամային այդքան հիշում։ Ինքը մոր հետ շատ էր կապված։ Հա։
Դե ուրեմն իրան մի քիչ մամայություն արա։ Անում եմ էլ ինձ դիգի։ Չգիտեմ ոնց է սա։ Բան չէ այդքան հիշում, անընդհատ մամաները գիտես ոնց են, իրանք լավ կերակրում են, սիրում են, պատժում են, հետո ներում են։ Բայց կինը որ պատժում է, չի ներում, այդտեղ է տարբերությունը։ Դու պետք է իրան ներես, որտեղ ինքը ծանր վերատում է տարել։ Ու ինքն էլ որ չի ուզում, ճիշտ է անում։ Իրոք ճիշտ է անում։ Ես չեմ տեսնում իր համար, որ հիմա պետք է վիրահատի, ինքը դառնա Պավարոտի, սկսի երգել։ Չէ, ես չեմ բանանում, դրան չեմ, ես բազապես ուզում եմ կարիք կա, թե ոչ, դա է ուզում իմանալ։ Ցույց տալիս է, որ 10 ամիս հետո պետքա լինի վիրահատում, բայց հարցը, որ տալիս ես արժի թե ոչ, ասում եմ ոչ։ Որովհետև հարկավոր չի, եթե ինքը հիմա իրան հոգեբանորեն իրեն լավ զգա, լավ պահի, այդ իր մտքերն է, իր սնունդն է, իր բնությունն է, պետք է ինքը օդի նշան է, պետք է անպայման իր շրջապատը եւ էկոլոգիապես եւ մարդկանցով մաքուր լինի։ Դա էլ սարեր ձորերն է մեր։ Ու ճամփորդի, որտեղ ճամփորդությունից ինքը իրան լավ է ազգում։ Որտեղ տեսնում եք նեգատիվ, թեւը քաշի իսկում։ Ու կմոռանա, որ այնտեղ հիվանդ է, այնտեղ ճիշտ է, վերք կա, այդ վերքը պետք է սպիտ դառնա, բայց ոչ թե աճի։ Հասկացար ինչ եմ ասում։ Հասկացա դիգին լույս։ Ու ինձ սիրում է թոնա ուտի, չնայած ինքը մի քիչ տամոքսի խնդիր ունի։ Ինքը սերդի խնդիր ունի, շոհածող արիթմիա ունի։ Այդ է սաղ տղամարդիկ ունի սրտի խնդիր։ Բոլոր տղամարդիկ ունի։ Այո, գիտեմ։ Բոլոր անկախ գիտես ինչից է հասմիկ, այս տղամարդկանց, որտեղ իրանք մամաներից որ կտրվում են, հասունանում են, իրանք սերա պետք, այդ սերը չկա։ Սիրտը սերն է։ Ասեմ, ես կարող եմ ասեմ, ես սիրահարվել եմ իրեն 19 տարեկանից, ծնողներիս կամքին հագարակ ամուսնացել եմ իրան հետ, ու ես իրան շատ եմ սիրում, շատ։ Ինքը իմ 4-րդ երեխան է։ Հա, երևում է, որ ինքը քո երեխան է, դրա համար մամայի դեր պետք է կատարես, բայց մամայի շատ է կարոտում հիշում։ Միգուցե ուզում է գլուխը դնի սրտին, դնի ծնկներին, դնի թևի տակ, այն երեխու պես սենց կուչ է գալի, խռովկան է դառը շատ քո ամուսինը։ Հիվանդությունից էլ է, հետո բնավորությունն է։ Հիշողություն, ինքը բայց լսող չի, լավ իմացի։ Ինքը լուր կլսի, բայց չի անի։ Կանեն ինչին ինքնա ճիշտ գտնում։ Մի խոսքով, ձեր վերաբերմունքը իր հետ, որպեսզի իր վիճակը ոնց կա մնա չբարթանա ավելի, խաղաղություն, հանգստություն է իրան հարկավոր։ Ու թող մի ոսկի կրել եւ վրան մի բան կրի, կամ մատանին կրի, կամ ցեպ։ Աշխատեմ դա։ Հա, մի բան այնքան որ մարմնին ոսկին կպնի։ Հիմա տղայիդ հարցրու, հա, տղայի դեր ասում։ Հա, տղայի Ասա։ համար եմ խոսում։ Ասա։ Ես ձեզ հետ մի անգամ կապվեցի, դուք ինձ ասացիք, որ ինքը Ռուսաստանից տուն կգա, եկա։ Ընդանեկան հարաբերությունը քիչ։ Մենք խոսել ենք ինչի հասմիկ իրար հետ։ Այո։ Ես չեմ հիշում։ Շարից մի տարի առաջ դիգին լույսը, մի տարի առաջ։ Ես երեկվա բանը չեմ հիշում։ Ասեք իր տվյալը։ Հիմա ինչ է հուզում։ Ես չեմ ասում չի աշխատում, աշխատում է, բայց այն որ ասում է կուկունածում է, պուպուն տանում է, այդ վիճակն է, մեկ էլ էլի խմելու հետ պրոբլեմ ունի։ Հա, ճիշտ է, խմելը կա։ Կա։ Ու պապայի մասին շատ անանք ստանում։ Էս իր ամուսնությունն էլ է, գլուխ չհանող ամուսնություն է իմիջալուց։ Չես հասկանում, այս տղեն փսակվել է, թե չէ։ Դե ինքը բանագից եկավ, ընկերոջ քուրներ տեսավ, 8 տարի ձգեց մինչև քուրերին ամուսնացրեց, հետո ինքը ամուսնացավ։ Ուզեց, իր ուզածն է, դիգին լույսը։ Հա, իրան ոչ ոք չի ստիպել։ Իրան ոչ ոք չի ստիպել, ինքն ուզե, ինքը ամուսնացել է։ Չեք էլ կարա ստիպեք ոչ մոգան։ Ինչ ես ուզում, այս խմիչքը կա, իրան բուժվել է պետք։ Զայրացա։ Ինչ դժվար է հասմի քեզ մոտ։ Հիվանդները հոսպիտալ է սարքե քո տունը։
Ալիսա, ասում եմ երևի խաչս է քաշ։ Հասմիկ, մի բան եմ ասում, հետ չեմ հավանում ինչը որ ասում եմ, ինձ հետ հաճելի չի նման կարգի խոսակցություններ, բայց ինչ անեմ, որը տենց է մեր հայոց աշխարհը դառե, որ զզվացնողա։ Քո տղայի վրա լիքը կեղտոտ աշխատած բաներ կա։ Հավանաբար է, ոչ։ Այդ խմիչքը որ կա դա հերիք է։ Նվեշքը ռուսը Իրանը անում է տիկինուճը։ Դու գիտես ինչ ուժեղ այդ այլանդակների։ Ամբողջ մեր երկերը քանդեցին, հերիք չի մեր տղամարդկանց էլ հետը։ Իսկ թվում է թե ինչ որ մի բան արել է երեխուն։ Հա, Իրանից 10 տարի մեծ էր։ այդ կապ չունի, քանի տարի։ Երևում է որ որովհետև նորմալ մարդ էր, ինչ ասեն շուռ եկել։ Շուռ եկել։ Հիմա ինքը փոխանակ մտնի գետակ, լճակ, սիրուն, զուլալ ջուր, մտելա ճահիճ։ Հա։ Ես ինչ անեմ, ասա։ Կարողանում քաշել դուրս բերել։ Ես էլ փայտիկ չունեմ։ Բուժվի ամեն առաջինը, մի հատ գնա արունը լվանա, է փոխի։ Թող գնա, տեսնեմ ինչքան կարա պարկի, մի րոպե։ Այս վաղուցվա պատմությունն է, նոր չի, իմ պատմությունն է։ Այս աղջիկն էլ մեղ կա, հարսնացուն։ Ինչ է։ Հարսնացուն էլ ձեր մեղ կա։ Այն էլ դենի արդեն իրան չի դիմանում։ Հա, գիտեմ, Պիկիլուսա, դու մի տան մեջ ենք ապրում, երևում է ամեն ինչ։ Նայ, Իսկան փորձում եմ հարթել ինչ որտեղ ճեղում էլի։ տղան իմիջալոց բանի ոնց որ ծայրին կանգնած լինի իրար հետ ապրելու չապրելու։ Տղատ։ Հարս հետ ապրե, որտեղ բաժանման փուլ կա իր մոտ։ Ինքը շատ հզոր լավ Յուպիտեր ունի տղատ։ Ու տալիս է հաջողակ աստղի տակ ծնվել, որ այս տղային կյանքում այնքան լավ բաներ էր սպասվում, հրաշալի ընտանիք, ֆինանսապես ապահովություն, երկուպար ուրախություն, մի խոսքով լավ բաներ, ինչ է որ մարդը ինքը ուզում է, այդ սաղ իրեն տրված էր, իրա ճանապար գնալը, երկիր փոխելը, իրան լրիվ շուռա տվեց, դարելա չգիտեմ ով, որովհետև իրա վրա շատ կեղտոտ աշխատեցի, շատ կեղտոտ, հիմա, ու առողջությունն էլ, ես այդպես մոգության հետ գործ չունեմ, բայց ես ելքեր ասում եմ, խորհուրդ տվեք ես ինչ անեմ, հա, խորհուրդ տվեք ինչ անեմ, ես չեմ հավատում ոչ մեկին, որպեսզի քեզ մեկի մոտ խորհուրդ տամ, անկեղծ եմ ասում, ես բարձրաձայն, չեմ մոգության հավատալ պետք է, որտեղ գոյություն ունի, այդ միշտ էլ եղել է, ուղղակի անգրագետ ձեռագրեր կան, որ հիմարություն են անում ու էլ մարդ սխալ ձեռագիր, անգրագետ ամենից շուռ է գալի, միջև անգամ անում է, որ մի բանը լավ լինի, դրա հակառակն է լինում, որտեղ մեզ հայերին չի կարելի տենց բաներ, ամեն առաջին, Հասմիկ, լսի, իրան հարկավոր է գնալ պարկել մի քանի օր, ես ժամկետն եմ ուզում նայել ասել գոնե ինչքան ինքը գնա մի հատ սիստեմա ստանա, մի հատ արյունը փոխի, լվանա, մաքրվի, այդ հարկավոր է, որտեղ այստեղ արյան հետ է ցույց տալի, լյարդն էլ լավ չի տղա այդ։ Կարող է փոքր ժամանակ տեխնախտատարել։ Ոչ, չի տարի, ինքը ֆիզիկապես առողջ երեխա եղել։ Ինչի համար է իր լյարդի խնդիր է ցույց տալիս, արյան խնդիր է ցույց տալիս։ Չգիտեմ, ես էլ կուզենամ բարձել, որ ալերգիա կա։ Վերջ իրան անում է։ Ալերգիա ուներ, շատ բաց ձևով։ Երբ որ եկավ այնքան էր վրեն դուրս տված, որ մոտավորապես ամիս։ Ես ճիշտ եմ ասում։ Այս տղայի արյան վրա աշխատած է։ Արյունն է, դրա համար լյարդն էլ արյունն է։ Ես տեսնում եմ վերջույթներ, մաշկ, ոտքեր, կոճից ներքև ոտքեր, կոշիկներն էլ ճիշտ չի հոգնում այս մարդու ոտքերը, կոկորտն էլ հետը, տես ինչքան հիվանդություն հանեցիք քո տղային։ Ես գիտեմ, իր ձայնալարի վրա էլ այդպիսի պոլիպ կա, ծխում է, խմում է, իրան էլ տես չի լինում, որ ասում ես, ինձ հետ լավ է, ամեն ինչ լավ է։ Այս տղան պետք է գնա բժշկվի, եթե բժշկվեց,
Այդ բաններն էլ մեծ ու սաղմոսներ կարդա։ Ես քեզ մի հատ աղոտ կուղարկեմ Կիպրիանոսից, շատ հզոր աղոտ կա։ Հիմա ես մեր աշխատակցի միջոցով քո էջը կգտնենք կամ ես համարի վրա կուղարկեմ այդ աղոթքը կարդա դու։ Շատ հզոր աղոթ կա։ Ես այն կորոնայի ժամանակ այնքան մարդկանց ուղարկել եմ այդ աղոթքը ու բժշկվել են իրենք։ Բան մի քիչ գրափառով է գրած, այդ ավելի ճիշտ է, որ մի քանի անգամ կարդաս արդեն սովորական կդառնա քեզ համար։ Իսկ այդ թուղթու գրեր մաքրելը ես չեմ կարող եւ չեմ էլ կարող ինչ որ մեկին ասել, այն էլ սլավոնական մագյան, որ մենք այդքան զորություն չունենք մեր հայերը, որ սլավոնական մագյան մաքրեն, դրա համար եկեք մեր սաղմոսներով Սաղմոսները կաշտան։ հա սաղմոսներով չգիտեմ ասեմ տար քահանայի մոտ ինչ քահանայի մոտ էլ չգիտեմ որտեվ չգիտեմ Ես էլ չգիտեմ։ իրոք Եվից չգիտեմ աս գալիս է, էլի ինչ որ գալիս է։ հա Մեծ մարդու ձեռքն է։ մի րոպե ես մտածում եմ դու կարաս միջև անգամ իրան տանես մի հատ լավ տատիկի բարի տատիկի մոտ մի հատ մոմ թափի այդ մոմ թափելուն ես հավատում եմ կարող է որոշները ծիծաղեն բայց ես հավատում եմ որտեվ ես տեսնում եմ մոմ թափելուց բավականին մարդկանց օգնում է ինքը մոմ թափելը դա չար բան չի այն չիմանալով հանդերձ չար է քահանաներ արգելում են որովհետեվ կպակասեն այնտեղ քահանաներն են արգել սատանայություն մոմ թափելը սատանայություն չի բացասական էներգիան մաքրում է, դաշտը մաքրում է բացասականը, նորմալ բան է։ Մի հատ այդ այստեղ տար ավելի լավ է, քան տանես չեմ անում ու մոտ։ Թող տար իրան թող մի հատ իրա վրա մոմ թափի, տար բժշկի մի հատ անալիզները թող մի հատ տարունը մաքրվի, ոչ մի վատ բաներ, ոնց որ տես ամուսնուդ եմ ասում, նենց էլ իրեն եմ ասում, ոչ մի վատ ինֆորմացիա չլսի, այն աղջիկն էլ արդեն նյարդերը հարսդ չի դիմանում, ասեց արի մի որոշ բաներ հələ բանի տեղ մի դիր աչքերդ փակի աղջիկ ջան, ու հումորներ արեք։ Եկել համու բաներ ուտի, որտեվ կոկորտս էլ դուրը չի, իրա կոկորտն էլ դուրս չեկավ։ Գիտեմ։ Ինքը առավոտ ծիրկուն կարաժն է, որ ասում եմ հացը մեկ արիք է տղա ջան, չէ, ասում եմ ինչ ես կերի, էս ենք զակաս տվեն տղա ջան։ Հա այդպես ոտքի վրայի բաներ է սիրում ուտի։ Հա։ Այդքան շատ մի խոսացեք վրա նեղվում է, մեղ կա։ Շատ ինքը գիտի ինչ սխալ բաներ արե։ Շատ լավ գիտի հասկանում է, հիմա տղա չի։ Գլուխը կախ, իր համար կաշխատի։ Իրա վրա մի խոսի։ Մի խոսի։ Մերկուրին ծկամիշ նշանակում է հումորներ արա տղա ջան, շատ հզոր Յուպիտեր ունի, որ իրան միշտ պահում ամեն վտանգավոր փորձանքներին, սաղ կյանքն իրան տա պահել է, բայց արդեն ինքը դրանով իր ախր ինքը հետ է գնում, առաջ չի գնում է։ Այո, այդ է վատը։ Այդքան իր մոտ արկածները եղել, այս ամեն ինչից ինքը անցել է տիրոջ միջոցով անցել է միջալոց, արդեն պետք է ստոպ տա, որտեղ տարիք էսեն տարիքը չի թռի վռի, պետք է լրջանը ընտանիք ունի վերջապես, մեղ չեն աղջիկը, ինչ ասեմ, դժվար է քեզ մոտ, ամուսինդ խնդիր ունի, տղադ խնդիր ունի, Ես էլ խնդիր ունեմ, բայց իմ խնդիրներս ինչ ոնց հանդեպ ամբողջ Գյումրեցին այդ վիճակում է, այս ինչ է ձեր ժողովուրդը Ես յուրաքանչյուր դուր գնա Գյումրիում ծեծի, տես ընդեղ խնդիր կա թե չէ, բոլորը խնդիր ունեն, ամեն ինչի եւ առողջական, եւ անձնական, եւ նյութական, այդտեղ մի քանի հոգի են ձեր Գյումրիում լավ ապրում, ապահոված է նկատի, բայց իրանց ընտանիքում էլ խնդիրներ կա։ Անհանդուրժողականություն կա, սեր չկա, դավաճանություն կա, նարկոմանիա կա Այն լավ ապրողների մասին է խոսքը, ամբողջ Գյումրին այդ վիճակում է։ Տես ինչ ստացվեց Գյումրիում այս վերջերս ինչքան փոթորիկ բան եղավ ձեր, այդ դեռ չի վերջացել։ Չեմ տեսնում, ավիրեց, այնօրը ավիրեց։ Դու էլի կա տարերքն է բան կա, այդ երկնային աղետ է էլի կոչում, դա դեռ կա։ Պատերազմ չկա, բայց այդպես բաներ կա։ Ինչից է դա գալիս։
Ժողովրդից թափվում է, զայրացած է Աստված, աղանդավորները լիքը։ Վեր են կանում հիմար բաներ են խոսում եկեղեցու դեմ, ոչ մեկ եկեղեցու դեմ չի։ Ոչ ոք քահանաներն իրանց ճիշտ չեն պահում, ես ճիշտ եմ անում, որ խոսում եմ։ Ես գնում եմ եկեղեցի, ուզում եմ քահանայից լսեմ աղոթք, լսեմ խրատ, Աստծո դրան տեղը ցույց տա, սիրո մասին խոսի, սաղմոսներ կարդա։ Այդ այնց բաներ եմ ուզում լսեմ, ոչ թե քաղաքական թեմաներ լսեմ։ Ու ճիշտ եմ անում, որ ասում եմ, որտեղ Լենինականը շատ վատ բաներ տեսավ, շատ վատ բաներ։ Այն երկրաշարժից հետո գնում այն տոնածառ ընկավ նոր տարուն քանի անգամ։ Այդ չեք հարց տալի, ծերանոցում վարվեցին այն մարդիկ, այն երեխեքին ընտանիքուն մտնեն սպանեցին, ինչքան բաներ տեսավ Գյումրին։ Չեք խրատվում, ոչ մեկը հարց չեք տալիս, ինչա տենց լինում։ Մեկը հարց տվեք, եկեղեցու գմպետն ընկավ միջև հիմա անդեղ կա 7 վերքի, ժամացույցը կանգնեց 12-20 պակաս, ինչի համար է, այդ մեկը մի հատ հարց տվեք, էլի ձեզ, այնքան լավն է Գյումրին, ափսոս չի, այդքան շնորհալի քաղաք է, շատ շնորհալի քաղաք է, համով քաղաք է, այդտեղ երեխեն ծնվում է սիրուն, հրաշք սիրուն երեխեք ունեք, բոլորի աչքերը թախծոտ է, Գյումրեցու աչքերը թախծոտ են, տխուր են, ու հրաշ աչքեր ունեն։ Ժպիտը կորել է մարդկանց Վաղուց է այդպես։ Ու դուք էլ հումորի քաղաք եք համարվում։ Ժպիտ չկա, այն հումորը արդեն կծող է, ոչ թե հումոր է։ Պանելի տակից դուրս էին գալի, հումոր էին անում, հիմա չար բաներ են խոսում։ Լավ, մի քիչ ես քեզանով ես բոլորին հասկացրեցի, որտեղ շատ են գյումրեցիք զանգահարում ու այդ բոլորով մեր հայազգներ թող բոլորն իմանա մի բան մի հատ մտածեն էլի մտածեք Իրանի պատերազմը որ մեր պատից են կողմն է այն մի պատ են կողմներ Թուրքիայի երկրաշարժն է երկու կողմից տեսեք մենք որտեղ ենք մեզ չի կպնում ոչ մի բան բայց մեր պատերը դրդառում է մի քիչ դրանից այն կողմն Իրան այն կողմը Թուրքիա Այնտեղ ինչ շատ վատ երկրաշարժ եղավ, ինչքան զոհեր եղան, տեսակ մեզ ոչ մի բան չեղավ։ Այս պիտի սթափվի ժողովուրդը, բայց մարդիկ չարացած ասին ինչ լավ եղավ, որ իրանցը տենց բաներ եղավ, ոնց կարելի է տենց չար բաներ խոսել։ Դրա համար էլ որ ընտան որ դուռը բացում ես հիվանդ են, բոլորը հիվանդ են, տղամարդիկ բոլորը հիվանդ են, ահել ջահել։ Մահերան որ գնում է իրար հետև տղամարդկանց։ Լավ, Հասմիկ, ինչ դու հասկացար, ես իմ ասածների համար, հետո եթերից հետո, երբ որ կդնեն եթեր, արդեն դու կլսես, որտեղ մի քանի անգամ խնդրում եմ, էլ ուղղակի խնդրում եմ, մի քանի անգամ լսեք, մի սահմանափակ եղեք, մի կարճ սենց պուճուր ենթադրեք ու մտածեք, ինչ վատ բան հիմա գրեք, պախարակեք, մի բան ասեք, հաճե մի լսեք ինձ։ Եթե ձեզ հաճելի չի, ձեր ուղեղը չի հասնում, մի լսեք։ Ամուսնուդ ասում եմ, ոչ մի վատ ինֆորմացիա այդ մարդը թող չլսի։ Մի որովհետև ոսկե մի բան առարկա վրան դիր, ինչ ուզում ես, ինչը հարմար է ձեզ համար։ Տղադ պետք է գնա բուժման անպայման։ Կնոջ հասա մի քիչ հումորներով, ջանուջիգարով հետը խոսի։ Դու էլ իրա վրա այդքան մի խոսա, մեկը ինքը չի լսելու։ Ինքը ահավոր նյարդային վիճակում է, ներվացություններից քորա գալի ամբողջ վրան, կտասակ վերքեր կանի, հետո բացիլներ կանի։ Ու տարթող աղոտ կանեն իրա վրա, ու այդ սաղմոսներն էլ կարդացեք։ Ընդեղ չարի դեմ ահագիլ, մեկ էլ այդ աղոտքը ես կուղարկեմ, որ երկուսի համար է դա շատ լավ է։ Երկուսի համար է լավ կլինի ու շնորհալին էլ է շատ զորեղ աղոթքներ այն հավատով խոստովանում եմ դա էլ է լավ այդպես Աստված օրհնի ձեզ լույսը բացվի թող արև առնի ձեր ընտանիքին բոլոր գյումրեցիքին ուզում եմ որ բոլոր հայ ժողովուրդ անփորձանք ապրի ու սթափվի ու խելքի կա
Մի հատ անցյալը նա ինչի տենց եղավ առանց ոչ մեկին մեղադրելու։ Հերիքա։ Իսկականից հերիքա, ձեր ամեն ինչը համով է։ Ու համով ապրեք իրար հետ։ Այն սեղանը, որ 4 կողմը կա, հասմիկ, 4 կողմը, դա մարդկանց նստելու համար է, որ 4 կողմը պետք է նստեն, ընտանիքի անդամները, ուտեն ու զրուցեն։ Այդ սովետական, եվրոպական ապուշ սիստեմն է, որ ուտելու ժամանակ չեն խոսում, բայց երբ խոսան։ Էլ երբ հավաքվեն մարդիկ իրար գլուխ իրար հետ խոսեն։ Բայց ձեր սեղանի կողք ես 4 հոգի չեմ տեսնում։ Հա, մենք մի արդեն դեր ջև աշխատանքից ամուսնուց հետ գալիս եմ իրար հետ եմ ճաշում, ահար սուտղը տուն եմ դեր ինչ են ճաշում, թե ես չգիտեմ։ Դե ուրեմն այդ սեղանը եռանկյունի արեք։ Ես չգիտեմ։ Ու շատերին է, մենակ ձեզ չէ։ Շատ ընտանիքներում սեղանի կողքը 4 հոգի չի նստում։ Ոտքի վրա կանայք, մեկը դրսում ատում գալին դե փռվում է հեռախոսը ձեռքին։ Էս ի՞նչ է դարել հայկական օջախները։ Տնավարի զրույց անցկացրեցինք, որը որ ես շատ եմ տեղ տալու, ուզում եմ այդտենց խոսեմ։ Ուզում եմ որ այս մարդիկ զրուցելու շատ կարիք ունեն, Հասմիկ ջան։ Չեն զրուցում իրար հետ։ Չեն զրուցում, հեռախոսի մեջ, նստած են քացուդրի բոլորը հեռախոսի մեջ են։ Ասում եմ քցեք մի կողմ, մարտավարի հաց կերեք, հասկացեք թե ինչ եք ուզում։ Խոսենք իրար հետ։ Թորները հեռախոսի մեջ, ամուսին հեռախոսի մեջ։ Հա, բոլորն էլ էտեն, ինչ են մանգալի մեջը չես հասկանում։ Եթե հեռախոսով ինչ-որ հետաքրքիր բաներ իմանան, կարդան իմանան, ասես, հա, բայց հիմարությունները, հիմարություն, պարապություն է։ Մի հոգի չէ, 2 հոգի չէ, համատարած գնում է։ Կմտնեն տանը գողություն կանեն, մարդ չի մանա, որտեղ բոլորը հեռախոսի մեջ են։ Աստված ձեզ հետ, Հասմիկ ջան, ասածներս չմոռանաս, արա ու սպասենք դրականի, դրական բանի սպասենք, լավատեսությամբ զինվի, որտեղ մեր մամաներին, մեր կանանց հետ է տված, կինը ուժեղ է այս աշխարհում։ Պետք է այդ բեռը տանը, այդպես է կինը։ Տենց է ստեղծվել։ Մենք հողին կպած ենք։ Այսինքն մենք ամուր կետնին պիտի կանգնենք, որ մեր ընտանիքը պահենք, տղամարդիկ թույլ են։ Աստված օգնի ձեր օջախին, Հասմիկ ջան։ Նագաճների լույսաճան։ Առողջ եղեք։ Բարև ձեզ, Լուսա Հակոբյան։ Բարև Ես ձեզ։ Յուրիկ Հովանեսյանն եմ։ Ուրախ եմ, շատ ազգանունը հարկավոր չի։ Ես ցավակցում եմ ձեզ, հիշում եմ ձեզ հետ Լուսա Հակոբյան, ես ձեր ելույթները միշտ լսում եմ, հաղորդումները։ Ես խնդրում եմ մի հարցով ձեզ դիմել։ Իմ տղայի մասին։ Հիմա ասեք ձեր տղայի տվյալները ծննդյան ամսաթիվ, տարեթիվ։ Ինչ դժվար է իր հետ։ Շատ դժվար է իր հետ։ Ինչ է ուզում այս տղան այս աշխարհից։ Ասեք, պապա ջան։ Вообще հարցրել ես, ասես տղա ջան, արի մի հատ նստենք, տղամարդավարի զրուցենք։ Ինչ ես դու ուզում, որ ինչ լինի, կամ ինչպես լինի, հարցրել ես։ Հարցնում եմ։ Ինչ է ասում։ Ոչ մի բան ճիշտ չի ասում։ Ճիշտ չի խոսում։ Որտեվ չի էլ ասում։ Երևի, որովհետև ինքը տաքսիստ է վարորդ։ Իմ ինչ որ հաջողություն փակվել է, չի կարող որ աշխատանքարի աշխատի։ Ես մոտ չի, ինքը մեզնից հեռու է ապրում։ Էլ վարորդություն չի անում։ Չէ, հիմի ես մի 2 շաբաթից ավել է, չէ։ Մինչև ամսի 20-ը, այնց այսօր։ Մինչև այսօր ինքը պետքա դուրս գար աշխատանքից վարորդությունից ու ճիշտ է արել։ Թե չէ վթար կլիներ։ Հա։ Լուսա Հակոբյան արդեն վթարն եղել է։ Այդ երբ է եղել ապրիլից մինչև հիմա է իմ ասածս։ Ուղղակի ես հետ չեմ գնում, անցյալը չեմ նայում։ Մի ամիս դեռ չկա։ Դե դա էլի ապրիլի վերջ, ապրիլի 20-ից սկսվել է, որքան հիշում եմ, ուղղակի արդեն այդ իրակար ու դա ճիշտ է արել։ Ճիշտ արել ու էլ թող չգնա դեպի մեքենա։
Այս տղային ինչ է հարկավոր։ Նորմալ ընտանիք եւ իմաստուն կին ունենալ, կարևոր չի սիրուն կլինի թե չէ, որտեւ իրան հարկավոր է իմաստուն կին, որտեւ ահա որ կամակոր ու արկածախնդիր մարդ է այս տղան։ Այն որ ասֆալտի վրա մի հատ փուճուր քար լինի, գնում իր ոտքից այդ քար, հենց իր ոտքն է կպտում քարին։ Այս փոքրուց է ասպես։ Բայց իրան էլ ինչա տրված, տուն-տեղ ընտանիք, որ ինքը պետք է հայ լինի, երեխաներ ունենա, աշխատի ու իր ընտանիքով ապրի, ընտանիքը իրան սա է տրված, ուրիշ ոչ մի բան։ Այն բարձր ինչ որ Երեխա ունի, մի հատ աղջիկ ունի 10 տարեկան։ Ինքը աղջիկը։ այդ քիչ է։ Տուն-տեղ ընտանիք, ասինքն երեխաներ ունեն ինքը պետք է ունենա, որտեղ իր ընտանիքն է, բայց կինը ինչի է այդ երեխով սահմանափակվի։ Կնոջ ամիսը ո՞րն է։ Նոյեմբեր։ Տենց էլ գիտե, որտեղ ամբողջ իր մոլորակները կարիճում է։ Ամբողջ մոլորակները։ Ուժեղ է շատ այդ կինը։ Լավ, ես որպես կեսրար եմ ձեզ հարցնում, ձեր հարցը համբերատար է, թե ոչ։ Ոչ։ Այո։ Բա հիմա ես ինչ ասեմ, ասա, այս քո տղայի համար ինչ ասեմ։ Ինչքան նույն բանը այս տղան կարա ասի։ Անդադ նույն բանը։ Ինչքան ասի օգուտ չի տալի, Միշտ նույն բանն է իր կնոջն ասում։ Հիմա ես էլ դեմ եմ, ձեր աղջիկն էլ թորնիկ է իհարկե։ Դեռ 12-14 տարեկանը չի լրացել, որ ես ասեմ բաժանվեք, որտեղ ես դեմ եմ բաժանումներին ընդհանրապես, դեմ եմ, ինչ ուզում ալ լինի։ Ու ձեր տղային քանի որ տրված էր ընտանիք, ընտանիքը երեխան մեջ է ընտանիքը համարվում։ Միայն ամուսիններով դա մարդու կնիկ են։ Քան երեխա չկա, դա ընտանիք չի։ Իրան էլ տրված է, ինչ ուզում ալ լինի, ընտանիքդ պահպանիր։ Բայց այդքան էլ չեմ տեսնում սա, որովհետև սուտ կա, կեղծիկ կա ու անհանդուրժողականություն, գարմոնիա չկա, սեր չկա։ Այդ տղան էլ գնաց վթար տվեց։ Ինչի համար այդ տղեն տվեց վթար։ Խռովկան։ Իմիջալուց ես վախա մտեց ձեր տղայի մեջ։ Միջև էդ էլ կար, հիմա ես վթարից հետո ընդհանրապես վախա մտե մեջը։ Ներքին տագնապներ ունի, մահից վախեցել է, սկսել է մահից վախենալ։ Մի բան հարցնեմ։ Հա, ինքը ինչ որ տեսիլքներ բաներ ոնց է քնում, թե տեղակ չեք։ Որ գալիս է մեզ մոտ նորմալ է, ոչ իման չկա։ Ինչ ես իմանում։ Առավոտը շուտ է եկնում, բայց ժամանակից շուտ քնում է։ Որտե ոչ մեկ այդ խոսալու թեմա չունի։ Գնա աշխատանքի։ Ոչ մեկ այդ խոսալու թեմա չունի։ Դրա համար ուզում եմ գնա քնի։ Ոչ մեկը իրան հետաքրքիր չեք։ Այս տղայի կյանքը շատ վաղուցվանից, 28 տարեկանից գնում է ինքնահոշոտում։ Ինք իրեն ուտում անընդհատ, որից իր մոտ առողջականի խնդիրներ է առաջացել։ Կոթկատեղից ներքևն է, սիրտն է եւ ողնաշարը։ Այս վթարն էլ ընդհանրապես տվեց իր մոտ։ Ինչ ասեմ, ես չգիտեմ, այնպես դժվար է։ Ես չգիտեմ ինչ ասեմ, իրոք չգիտեմ։ Ուզում եմ մի լավ բան ասեմ, մի ճանապարհ ցույց տամ, լապտերը տամ ձեռքդ, ասեմ, հեսա այստեղ դիր, բացառատ թող այդ լույսը գա ու քո տղան գնա այդ լույսի դեպի լույսը, բայց ոչ մի բան չի երևում։ Ու ես հոգնել եմ, որ նման բաներ եմ ես տեսնում ընտանիքներում, են էլ երիտասարդ տղա եւ անչափահաս աղջիկ ունի։ Բոլորը կեղտոտ նեգատիվ էներգիա, ես ինչ ճիշտ հասկացեք, ժողովուրդ ջան, քեզ էլ եմ ասում, Յուրա ջան, զզվել է մեզ թուղթ ու գրեր, մոգություն է, տանեցքներ է, չարություն, ամեն ընտանիքում դա երևում է, այս ինչա դարել է ժողովուրդը։ Ես ինքս այդպես բաներից չեմ հավատում, ես չգիտեմ։ Այդ թուղթ ու գրի ես ինչի։ Այնքան մարդ ասում չեմ հավատում, լավ եք անում, որ չեք հավատում, բայց ինքը գոյություն ունի։
Ինչի է այս տղան։ Սրանից առաջ էլ մի ընտանիք խոսած այնտեղ էլի նորից նույն բանը։ Դուք որտեղից եք։ Երևանի Արտաշատի։ Արտաշատցի եք, Արտաշատը Երևան չի։ Երևանում։ Արտաշատցի եք։ Հա, Դվինից։ Նա, Հիմի ես Կալուգայի շրջանն եմ, Կիրով քաղաքում։ որտեղ։ Կալուգա, Ռուսաստան։ Կալուգա, հա։ Ռուսաստան եմ։ Տենց բանից։ Ընտանիքով ամբողջը տտեղ եք, հա։ Այո։ Աղջիկս Մոսկվայում է, տղաս Սմոլենսկի օբլաստում է, մենք էլ Կիրով քաղաքում, Կալուգայում։ Դուք ինչ եք ուզում, ձեր հարցը մի հատ Յուրա ջան, մի հատ ձեր հարցը ինձ տվեք, Ես ինչի։ ուզում էի տղայից մասին ինա լսեցի ձեզանից, ուզում էի իմանայի նրա վիճակը ոնց կլինի։ Ինչ վիճակ, կոնկրետ հարցը տվեք, ինչ վիճակ։ Աշխատանքի մասին, որ ինքը վարորդ է, այդ վթարից հետո ոնց կլինի, ինչ առաջացել իր մոտ։ Այդ հարցերով։ Ոչ մի բան չկա դեռ աշխատանք, իր մեջ վախ է մտել վթարից հետո։ Ինքը վախ է, ու առողջապես էլ իրեն լավ չի զգում։ Ես չեմ կարող ասեմ գնա շինարարություն արա, որտեղ ամբողջ մարմինը ցավում է այս տղայի։ Հոգնածության ցավ կա, հիասթափության ցավ կա, ինչ ասեմ։ Գնացեք աշխարհի տեղերը տվեք պրոֆեսորների մոտ թող գնա բուժման, այս մարդու հոգին ցավում է, հասկացեք, մեղ կա։ Ինք իրան ուտում է, լրիվ հայրևում է, որ աշխատող է, ինքը հայր է, սիրում ընտանիք ամեն ինչ, այնքան սխալ բաներ կա, այս մեր ժողովուրդն անում է, սխալ մարդը, որ ամուսնանում է, պետք է ճիշտ ընտրություն անի, որտեղ ընտանիքից, կողակցից, թե աղջիկ, թե տղա, շատ բան է կախված, որտեղ որ սերունդ պետք է աճի։ Գզում են իրար ամբողջ ընտանիքներին, այս ինչա ու գոռում են, ինչ են ուզում իրարից, ես չեմ հասկանում, են ունևորն էլ է կռիվանում, չունևորն էլ է կռիվանում, ու այդ ամեն ազդում է երեխեքի վրա, երեխեքն էլ չգիտես ոնց են մեծանում, ծնողներին բանի տեղ չեն դնում, չգիտեմ ինչ է լինում, ոչ մի լավ բան չի լինում, ծնողներն էլ տանջվում են, հիմա ես այս տղային ուզում եմ մի որևիցե լավ դրական բան ասեմ, որպես ծնող մի քիչ հանգստանաս, էդ եմ նայում, ինչ անի այս տղան, նախ առաջին ինքը խաբում է, այդ փոքրուց տենց է, ինքը պետք է ֆռիկներ անի, ինքը չի կարա չանի, մարդը երբ է խաբում, երբ որ գիտի սխալ է, որ գիտեն ինչ որ մի բան սխալ անում, ինքը պետք է սենց համարենք, ասենք ինքնապաշտպանության ստեր, բայց դա դարել է սովորույթ իր մոտ, եթե գիտես մի բանը լավ չի, ինչ ես անում, ու ինքը չի լսի, հիմա ես էլ իրան, որ հիմա ինչ որ ասում եմ ինքը լսի, ինքը լուր լսելու է, մի հատ ոչ կհակաճառի, ես էլ կասեմ, ինչ եք ուզում, լավ էլ այս տղան լսեց, ուշադիր հիմա կանի, բայց չի անելու, ինքը միշտ կանի, ինչ ինքն է ճիշտ գտնում, այս մեքենան էլ, ինչի է այդ տեսակ լարված վիճակում, ու սա առաջի դեպքը չի, իր մոտ այդ վթարները շատ է տալի, ամեն անգամ մի փոքրիկ աղա մի օր պագրիշկան ծակվի, մի օր մեկը կա քսի, մի օր հայլին անի, ամեն անգամ այսպես մի բան իրանց զգուշացնում է, բայց այս մեկը լավ թափով վթար եղավ, էլի փառքաստո, իրոք փառքաստո, այս դեպքից հետո տղայի մոտ առաջացել է պայծառատեսության շնորհք, զարմանալի բան եմ ասում, ինքը սկսել է բաներ զգալ, տեսնել, այդ իրան շատ հարցերում կօգնի, եթե ինքը մի քիչ լուրջ կողքը մարդիկ լինի իրան խորհուրդան վայվույներ չանեն, չասես, վայ ցնդել է մեր տղան, չի ցնդել, այդ իրան տալիս է, գիտես ինչի է դա տալիս, որ ելք լինի, ինքը տեսնի, ուր գնամ, ինչ անեմ, դեռ աշխատանքի հարցեր իրեն չկա, այս ուղեղին գլխին խփածը հարվածը, որպես ինքը սթափվի, իրան այդ մեքենա քշելը, ես էլի կասեմ արգելվում արդեն, որտև հարկավոր չի,
մեծահասակների հետ ինքը պետք է աշխատի։ Ինչ կար անի մեծահասակների հետ։ Իսկ ինքը կարա փայտամշակման տեղ գնա։ Ոչ, չէ, մենակ այդ մի բան ուրիշ բան չկարա։ Մենակ մեքենան ոչ կրթություն ունի, ոչ շնորհք ունի։ Այն ուրիշ տղաները գոնե արեստավոր են ելնում, էլի ասում ես գնա գաչ քսի գոնե։ Ես հիմա այս տղային ինչ ասեմ, չգիտեմ, ոչ դե ուրեմն երեխեքի մեկ էլ մանկական ծրագրեր է, սպորտսմեն լինել կասե գնա տրիներ աշխատի, մարզից աշխատի։ Սա էլ չկա։ Մենակ մեքենան է, իրան էլ մեքենա արդեն չի կարելի։ Բարձատիկի լույսը, բարձ։ Յուրա ջան, ես չկարողացա ձեզ օգնել։ Ինչ ասեմ։ Ծնող եք հասկանում եմ։ Ինչ ասեմ, ասա, հետը զրուցի ասա, ինչ ես ուզում, տղա ջան, արի միասին խելքի տանք, մի բան անենք, օգնենք։ Ու կինն այդ մի քիչ կնոջն էլ պետք է հասկանանք, էլի, որ չունախար կնոջի իմաստություն ա տված, այն էլ այդ նշանի թույներ ա թողնում անընդհատ, գիտի որ ամուսնու դուրը չի գալիս։ Ու այդ զույգերի միջև աղջիկ երեխա է մեծանում, որ աղջիկը մաման պետքա ծնող դաստիարակի, որ վաղ ինքն էլ դառնա ճիշտ մայր։ Բայց այս երեխան ամեն ինչ տեսնում է։ Այն էլ այդ երկրում։ Հավաքվեք եկեք ստեղ։ Ինչ է կտե կորցրել։ Չմեկա չեք գալու։ Չեք գալու մեկա։ Ես տեսնում եմ արդեն որ ամեն ինչ 77 տարեկան եմ, էլ ինչ էլի։ Հա ինչ անենք, բայց այդտեղ Հայաստանն է, ձեր երկիրն է։ Եկեք այդտեղ բաղու բոստան արեք, մի բան արեք, այդ մրգերը տղե թո հողի հետ գործ ունենա, մի բան անի։ Այդպես չի կարելի ախր։ Ինչ է գտել այդ օր երկրներին։ Այն մեկա չեք գա, այս ուտեղն էլ ասում եմ։ Դե չեն ուզում, ես արդեն մեծացել եմ, ինձ ինչ կարեմ, ես իրանցով եմ ապրում, իրանք որտեղ ընդեղ էլ ես պտել։ Ես չեմ ասում դու հենց վեր կածարի։ Ես քո տղային եմ ասում, քո տղային իր ընտանիքին եմ ասում, որ դե ընտանիքը չի համաձայնվի, նա չի գա։ Դե գիտեմ երևում է որ չի գա, արդեն իր ամեն ինչը տեղա երկար տարի արդեն, ինքը հայրենիքը լքել է, իրան էլ դա հարկավոր չէր։ Ինքը անդադ փորձանքների արկածախնդիր տղա է։ Այն աղջկան էլ հարսին էլ այդքան չեմ մեղադրում, բայց մեղադրում եմ էլ, որտեղ էլ եմ ասում, զույգերի ընտանիքների հարաբերությունը շատ կախված է կողակիցները, մարդու կնիկ ոնց են իրար հետ։ Կինը պետք է շատ բաներ հանդուրժող լինի ու իր իմաստությամբ, դիվանագիտությամբ կարող ընտանիքը ոտքի կանգնացնի, բայց այդտեղ ցույց է տալի, որ անընդհատ էլ վեճեր կա, իրանք իրար չեն հասկանում։ Ու իրանց էլ իրանց խանգարող չկա։ Ինչ են կիսում իրարից, որ չեն կարող կիսել։ Ես չեմ տեսնում խանգարող։ Իրանք ինչ անում են, իրենք են անում։ Համբերություն, առողջություն, տա Աստված, որ տղաց թափվի։ Շատ մերսի, շնորհակալություն։ Ու ուղեղը պայծառանա, որ տեսնի ինչ է ինք ուզում, թող ուղեղը պայծառանա։ Ձեզ էլ համբերություն, Յուրա ջան։ Ապրեք, շատ շնորհակալություն։ Խնդրեմ, ստեսություն ձեզ։ Այսօրվա եթերն էլ վերջացավ, 3 զանգերը, 2-ը գյումրեցի, 1 արտաշացի, չնայած Ռուսաստանում Սմոլենսկում են ապրում, ինչքանով հասկացա, թե ինչ է երկերը թող է գնացել, գիտեն այնտեղ վերևից մանանա է թափվում։ Այն այս հիմա այս ժամանակաշրջաններում, որ Հայաստանը լքել հարկավոր չէ։ Ես գիտեմ, որ պետք է ասեն, ոչ լավ վիճակից են գնում, բայց դա կապ չունի։ Հեշտ նշանակություն չունի, ոնց որ երեխեն հիվանդանա, դու աչքա թողանես, թողես գնաս այնտեղ ուրիշ երեխա գտնես, դու տետերողուն խնամ ես, այդ մեր երկիրն է, բաղում ենք թողել, ու հերվից սկսում են անպակորկոր բարներ ու ղեկավարությանը, կառավարությանը փնովում են, այնտեղից խրատներ են տալիս։ Լավ չի,
հետ լավ չի, լավ բան չեն անում։ Այս վերջի ընկերոջը Յուրային ես չկարողացա մի բանում օգնեմ իր տղայի հարցով։ Չեն լսում ուղակի, չեն լսում։ Իրենց այդքան էլ չարժեր, որ իրանք երկիրը փոխեին։ Հարկավոր չէր։ Այդ տղայի լուսնային հանգույցը խեցկետինում է, այս տարի խեցկետինը սահմանների հարցը, դա հայրենիք է, դա ընտանիք է, դա օջախ է։ Հարկավոր չի լքել հայրենիքը, դա ես շատ կուզենայի, որ իրանք վերադառնային։ Հենց այդ տղան, տեսեք, պապան ասում է, ես իրանցով եմ ապրում, 77 տարեկան է, ինքը չի կարա մենակ ասել, մենակ ինչ անի, բայց թող կան իրանց Արտաշացին, իրան հիմա բերքի շրջանը չիր կանեն կանայք, զակատ կանեն, չիր կանեն կվաճառեն, կտանեն ուրիշ տեղ։ Այստեղի հողի ժողովուրդը բա ոնց է ապրում, այս տարել հենց այգի հող մշակել, պտուղ բանջարեղեն այդենց տարի է, այս տարի շինարարության եւ հողագործության տարի է։ Էն էլ ափսոս կարկուտնի չեղավ, դա էլ իմաստ ունի, ոչինչ էլի նորից կլինի, ամեն ինչ կկարգավորվի։ Տեսեք, սկզբից հաղորդումը սկսելուց ես այդ փոքր թռուցիկ, որ ասեցի, այդ ստից ոչ ոք չի մեռնում, այլ մեռնում է հոգին, վստահությունը եւ մարդկությունը։ Այո։ Իրար չեն հասկանում մարդիկ։ Ու խափում են, այս տղաներ շատ է խափում իր պապային, որտեվ ինչ խոսի։ Ինչ խոսի, որտեվ հերանդատ նույն բաները պետք է ասի, տարիքն արդեն անցել է, դրա համար ամեն ինչ խափում է, լավ չի։ Այստեղ մի էլի նախադասություն ունեմ, ավելի շուտ միտք ունեմ, օգնեք մարդկանց, բայց ոչ ձեր հաջողության հաշվին։ Հիմա մտածեք այս ասացի շուրջ, ինչքան խորը։ Մարդը պետք է ունենա ինչ-որ մի բան, հնարավորություն ունենա, պայմանները լավ լինի, որ կարողանա օգնի։ Եվ այն ունևորները, շատ ունևորները, որ օգնում են մարդկանց, իրենք չեն կարող չօգնել, բայց իրենք իրանց վերջինը չեն տա երբեք։ Իրենք ուրիշին տալիս են այն, ինչը որ իրեն հարկավոր չի։ Իսկ ես այստեղ միշտ ասել եմ, եթե դա քեզ պետք չի, ինձ էլ պետք չի, մի տուր, ես չեմ ուզում քո այն վերջի բանը, բայց դա իր վերջինը չի, իրան նվեր են տվել, կամ չգիտեմ որտեղից է իր մոտ հայտնվել, կամ գողացել է, որ բերում է տալիս է ուրիշը։ Ես ինչ եմ սա ասում, այս չնայած ծնողների, երեխեքի, ընտանիքների համար էր այսօրվա խոսակցությունը, բայց սա էլ է այդտեղ մտնում, որ մարդիկ հասկանան մի քիչ աշխատասիրության, այն մարդիկ հաջողակ կլինեն, ովքեր շատ աշխատասեր են։ Մի ընտանիք ընտեք Գյումրի տեսեք, աշխատասեր էր, մաման ասում էր ինչքան աշխատում է, վերջի շորն էլ տալիս է, իր վերջի հագուստն էլ կհանի կտա։ Այդտեղ միշտ հոբն է դա, հոբը, այս հոբը ինչ լավ է, ես հիշեցի։ Հոբի պատմությունը շատ կարդացեք, որ չար իր մոտից ամեն ինչ տանում է, ամեն ինչ, այգին, ծառեր ամեն ինչ փչացնում, ընտանիքը, կինը ամեն ինչ, բայց էլի հոբը ամեն անգամ Աստծուն փառք է տալի։ Ուտեց մի շաբաթից հետո նոր սատանեն թողեց հեռացավ ու Աստված նորից էլի վերցրեց եւ ինչ որ կորցրել էր կրկնակի եռակի տվեց։ Դրա համար ասում է չարը տանում է, Աստված նորից էլի տալիս է։ Բոլորդ այդ հոբը կարդացեք ու միշտ մտածեք, որ ամեն ինչ մոտ լավ է լինելու ու չտրտնջակ երբեք։ Եվ այդ իմ ասածը, որ բայց ոչ ոք ձեր հաջողության հաշվին մի արեք։ Ու Բուխանկի պատմությունը շատ եմ այդ օրինակը բերես, շատ եմ, հիմա նորից էլի կասեմ, ով որ չի լսել կամ չի հիշում, նեղ վիճակի մարդ անդատիրոջից խնդրում է, որ մի կտոր հաց տա, մի բան տա, որ ինքը ուտի ապրի ընտանիքը պահի, վերևից մի մեծ բուխանկա է անգնում։ Այս մարդն էլ բարի խեղճ մարդ է, այդ բուխանկայից կտրում, հարազատներին բաժանում, բարեկամներին բաժանում, այնտեղ վերջում իրան ինչ է մնում, ոչ մի բան։ Դրա համար է դուք ոտքի կանգնի ու այդ բուխանկան ինձ ա տվել Աստված, ուրեմն դու էլ խնդրի քեզ էլ կտա։ Ամենքին իր չափով է, որովհետև այդ հարցնել են շատ տալի, այդքան շատ աշխատում ենք, բայց բանի չենք հասնում։ Բանի չհասնելը որն է։ Ինչի չեք նայում, որ ձեր գլխին կտոր ունեք,
Որ ձեր ընտանիք առավոտ արթնանում եք բոլորը տարող իրար կողեք, ինչի սրան չեք նայում։ Դուք ինչ գիտեք այն ապահոված ընտանիքներում ինչեր է կատարվում։ Այնտեղ եղել եք, չէ, բայց ինչ գիտեք։ Ամենքին իր չափով է տրված։ Եթե քեզ տրված ընդամենը 100 ռուբլի, դու 100 ռուբլի կաշխատես, 101-ը չկա։ Այն մեկելին տված է 50, մեկելին ոչ մի բան տրված չէ։ Ամեն մարդ պետք է բավարարվի նրանով, ինչ իրեն տրված է, ու Աստծուն փառք տա եւ շնորհակալ լինի։ Այսքանը։ Խաղաղություն մեր երկրին։